Բարև ընկերներ, այսօր կրկին հետաքրքիր զրույց ենք ունենալու։ Խնդրում եմ բաժանորդագրվել, տարածել տեսանյութը։ Շնորհակալ եմ, որ ըմբռնումով եք մոտենում չհայհույելու մեր արշավին։ Այսպես, այսօր խոսելու եմ ջրվեժի համայնքապետ ՔՊԱ-կան Նորայր Սանտրոսյանից։ Իհարկե կենսագրությունը ուսումնասիրելիս պարզ երևում է, որ երիտասարդ համայնքապետը ահագին կիրթ է, տարբերվում է նախկիններից մեծ ժառանգություն հասած ՔՊԱ-կաններից։ Սակայն ուսումնասիրելով երիտասարդ համայնքապետի ունեցվածքը, ահագին կասկածելի եւ հետաքրքիր տեղեկատվություն ստացա։ Մասնագիտությամբ իրավաբան համայնքապետը պաշտոնավարումը սկսելուց ընդամենը 9 օր առաջ ձեռք է բերում բնակարան Երևանում։ Մեր իրավաբան համայնքապետը նաեւ շատ մեծ բանկային ավանձներ է հասցնում ունենալ։ $25,507, $843,182 ռուբլի եւ 9,667 եվրո գումար է կարողանում ավանց դնել բանկում, որի ընդհանուր դրամային արժեքը կազմում է 17,577,000 դրամ գումար։ Իհարկե տարօրինակ ոչինչ չէր կարող լինել, եթե նախկինում դատավորի օգնական, ապա համայնքապետի օգնական եւ շատ արագ համայնքապետ դարձած երիտասարդը նշեր այդ գումարների ծագումնաբանությունը։ Իդեպ ընկերներ, մեր երիտասարդ ՔՊԱ-կան համայնքապետը նաեւ որոշել է, որ պետք է ինքը երթևեկի պրեմիում դասի մեքենայով։ Համայնքապետարանի բյուջեի միջոցներով ձեռք է բերվում 2023 թվականի արտադրության Lexus Magnish մեքենա, որի շուկայական արժեքը տատանվում է 40-ից 50,000 դոլարի սահմաններում։ Պարզվում է ջրվեժում որևէ այլ խնդիր չի եղել, համայնքի բնակիչները քայլում են գերշքեղ փողոցներով, բնակչությունը ապահովված է ամենավերջին սերնդի աղբատարներով եւ այլ խնդիր չի մնացել, որպեսզի համայնքապետը շրջի Lexus-ով։ Հավելեմ, որ մեր երիտասարդ ՔՊԱ-կանը ունի նաեւ 17,000 եվրո, 4,710,000 դրամ եւ 32,370 դոլար կանխիկ գումար։ Իսկ դուք ընկերներ, այդքան գումար կարող եք աշխատել մեկ տարում։ Սա դեռ ամենը չէ ընկերներ։ ՔՊԱ-կան համայնքապետի կինը Անահիտ Ղափանցյանը եւս ահագին մեծ դրամական միջոցներ ունի, սակայն ընդամենը հասարակ ուսուցչուհի է Արտեմ Միկոյանի անվան դպրոցում։ Տիկին Անահիտը ունի 10,380 եվրո, 9,370 դոլար, 4,740,000 դրամ, 579,000 ռուբլի եւ 7,770 ֆունտ ստերլինգ գումար։ ՔՊԱ-կան համայնքապետի կինը իդեպ տարեկան ստանում է 943,514 դրամ աշխատավարձ։ Կրկին հարցնում եմ, իսկ դուք ունեք այդքան գումար, կամ արդյոք վաստակում եք մեկ տարվա ընթացքում այդքան գումար։ Ընկերներ, այս 8 տարիների ընթացքում ինչ եք շահել դուք։ Խնդրում եմ ինքներդ ձեր մեջ վերլուծեք ամեն բան եւ կհասկանաք, որ այս 8 տարիները նախորդ 30 տարիների տրամաբանական շարունակությունն են եղել։ Երկրում որևէ բան չի փոխվել, երկրում որևէ նոր գործարան չի ստեղծվել, որևէ նոր աշխատատեղ չի ստեղծվել, իսկ ՔՊ-ի հայտարարած աշխատատեղերը ընդամենը ստվերից դուրս եկած աշխատողների մասին է։ Արդյոք ցանկանում եք ապրել օրվա հացի խնդիր ապահովվելով միայն։ Դուք ձեր երեխաների համար ինչ ապագա եք ցանկանում։ Պետք է արդյոք հավատալ ներկա նախկին ռեժիմների պոպուլիստական հայտարարություններին կամ Սամվեր Կարապետյանի թիմի անպագորգոր ելույթներին։ Մեկ անգամ ձեր մեջ խիզախություն գտեք եւ ինքներդ ձեզ խոստովանեք, որ սխալվել ենք եւ պետք է մեր սխալները ուղղենք։ Այսօր այսքանը։ Շնորհակալ եմ, հարգանքներով, ձեր Հայը։